Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի եւ մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը։ Ոստիկանության մարմինների գործունեությունը դիտարկելով համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում Վլադիմիր Գասպարյանը կարևորեց գործընթացի շարունակականությունն ու անցումը որակական ու խորքային փոփոխությունների։ Տարին ամփոփելուց խոսել ենք նրա մասին, որ 18 թվականը պետք է մուտք գործենք 100%-անոց շտկված, ձևափոխված, կերպարանափոխված, բարեփոխված ոստիկաններով։ Չնայած դրան շատ խոչընդոտներ կան։ Բայց այնուամենայնիվ դա մեր ծրագիրն է եւ երկրորդ փուլը մենք պետք է ավարտենք այդպիսի ցուցանիշներով։ Մենք երրորդ երամսյակին որոշումներ կկայացնենք անձնակազմի վերաբերյալ։ Իսկ հիմա կամփոփենք ու կնշենք այն թերությունները, ինչ մենք այս կիսամյակում դեռ ունենք ու մեզ խանգարում է դա։ Իսկ 3 ամիս հետո մենք կանդրադառնանք դրանց շտկման եղանակները էֆեկտիվ են եղել թե ոչ, շտկել են թե ոչ, սուբյեկտիվ են թե օբյեկտիվ են թերությունները։ Եվ արդեն 9-րդ ամսին մենք որոշումներ կայացնենք, ովքեր են մնում շարունակելու, ովքեր կամք ունեն շարունակելու բարեփոխումների ծրագիրը, իսկ ովքեր դրա դրսևորումներում ցուլացած են, հրաժեշտ կտան մեր համակարգին։ Հաշվետուզեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը։ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։ Ոստիկանության համակարգում շարունակաբար իրականացվող բարեփոխումների շրջանակներում ձեռնարկված միջոցառումները միտված են եղել ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, հասարակական եւ զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության ծառայողների համարժեք օրինաչափ գործողությունների իրականացմանը։ Նշվեց, որ միևնույն ժամանակ նվազել են սպանության փորձի, դիտավորության առողջությանը վնաս պատճառելու, բնակարանային գողության, խուլիգանության, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը։ Դրան զուգահեռ թվարկված բոլոր հանցատեսակներով բացահայտման ցուցանիշներն էականորեն աճել են։ Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 8%-ով։ Դրա հետ մեկտեղ աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը, ընդ որում 43.7%-ով հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը, 35.5%-ով աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման թիվը, դրանց 33.9%-ը ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից։ Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 66-ը կաշառակերության դեպքեր են, որոնցից 44-ը հայտնաբերվել է ոստիկանության կողմից։ Հետախուզվողների հայտնաբերման աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ հայտնաբերվել է 920 հետախուզվող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 818-ի դիմաց, որոնցից 348-ը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327 հոդվածի հատկանիշներով, իսկ 572-ը առանձնապես ծանր եւ այլ հանցագործություններ կատարելու համար։ Հաշվետու տարում ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 74766 նյութ, հարուցվել է 3033 քրեական գործ։ Ոստիկանության ուժերով հասարակական կարգի պահպանություն եւ հասարակական անվտանգություն է ապահովվել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների եւ 3223 զանգվածային այլ միջոցառումների ընթացքում։ Հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1499 պատահար, զոհերի թիվը նվազել է 6-ով։ Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 737 ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 456 ծառայող։ Վլադիմիր Գասպարյանը որպես գերակա ուղղություններից մեկը դիտարկելով անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարը առանձնացրեց հատկապես սինթետիկ թմրանյութերի խնդիրը։ Այդ դիվերսիաները, որ տեղ են ունենում սպայսերի, սինթետիկ թմրամիջոցների եւ էժան թմրամիջոցների միջոցով, եւ որ ամբողջ ինտերնետում դրված է դրանց պատրաստման ձևերն ու եղանակները, մեր փոքրականակ ազգի համար ճակատագրական կարող է լինել։ Բայց որ այստեղ
փիլիսոփայորեն մոտենալ այդ խնդրին, մեղմ ասած բարոյական չի։ Եվ ազգադավա։ Ոստիկանության պետը տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նաև ապօրինի անտառահատումների դեմ պայքարի խնդրին։ Ես ուզում եմ սա անցալեք որպես ազգային անվտանգության հարց անտառահատումների հետ կապված։ Ոստիկանությունը գերխնդիր է դնում բացառել անտառահատումները, բացահայտել բոլոր արտադրամասերը, որոնք անօրինական շահագործվում են, ցանկացած նյութի հետևից գնալ, մինչև ավարտը տրամաբանական, շատ խիստ հանձնարարական սահման ունեք եւ ամեն շաբաթ ունենամ, թե ինչ արվել այդ ուղղությամբ։ Խոսելով հետաքննության ծառայության որակական փոփոխության մասին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ստորաբաժանումների ղեկավարները պետք է լիարժեք օգտագործեն իրենց կարգավիճակը։ Միաժամանակ լավագույն իրավաբանները լինեն տվյալ ստորաբաժանումներում, որոնք պետք է անցկացնեն հենց այդ մասնագիտության հետ կապված մասնագիտական պարապմունքներ։ Ես խնդրում ու պահանջում եմ բաժնի պետերից, մարզային վարչության պետերից, կենտրոնական ապարատի ղեկավար կազմից, ուշադրության կենտրոնում պահել հետաքննության որակական փոփոխության գալու ընթացքը եւ ամեն 3 ամիսը մեկ ես զեկույց եմ ուզում, թե ինչ վիճակում է գտնվում մեր հետաքննությունը կոնկրետ այս կամ այն բաժիններում, այս կամ այն տարածքներում։ Անդրադարձ արվեց նաև հանրության հետ անմիջական շփման ամենամեծ մակերես ունեցող ստորաբաժանումների ոստիկանության զորքերի եւ ճանապարհային ոստիկանության աշխատանքին։ Ճանապարհային ոստիկանության խնդիրները վերլուծելով Վլադիմիր Գասպարյանը կարևորեց քաղաքացու հետ աշխատանքի որակական փոփոխության անհրաժեշտությունը։ Դրական տեղաշարժը կա եւ դա միանշանակ է։ Այն արդյունքները, որ մենք սպասում ենք ձեր ծառայության մատուցման ձևից քաղաքացու հետ, բարելավում կա, բայց մենք ունենք մարդիկ, որոնք դեռ չեն կատարում այն ցուցումները, որոնց մենք տարիներ շարունակ պահանջում ենք։ Ազատվեք այդ մարդկանցից։ Քաղաքացին ճանապարհային ոստիկանությունից պետք է ստանա միայն դրական էմոցիաներ մոտեցումներից։ Եթե ինքը սխալ է արել, եթե խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դա պետք է իրեն ցուցադրել։ Անդրադառնալով համայնքային ոստիկանության աշխատանքի առանձնահատկություններին ու խնդիրներին, Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ համայնքային ոստիկանի ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև հանրության սոցիալական խնդիրների հայտնաբերումն ու լուծմանն աջակցելը, համագործակցելով բնակչության ու համապատասխան գերատեսչությունների հետ։ Խնդիրը դրված էր այնպես, որ համայնքի ոստիկանը եւ ոստիկանության պետերը պետք է լինեն այդ գյուղերում, այդ տարածքներում, այնտեղ որտեղ իրենք սպասարկում են, եւ նպատակներ, որ մենք քաղաքացուն մեր ներկայությամբ ապահովենք անվտանգություն եւ ապահովվածություն, որ մեր ներկայությամբ գյուղերում եւ այլ տեղերում քաղաքացուն, գյուղացուն իրավական օգնություն ցույց տանք եւ որ այդ խորհուրդների միջոցով եւ մեր հանդիպումներով հասկանանք, թե ինչ հոգսեր, ինչ խնդիրներ ունեն մեր այդ ժողովուրդը, որպեսզի մեր հնարավորության չափով կամ մենք լուծենք, եթե մեր հետ է կապված, իսկ եթե կապված է այլ գերատեսչությունների եւ այլ հետ, գոնե ահազանգենք, որպեսզի գյուղացին զգա, որ ինչ որ մեկը կա, որ լսում է իրան, որովհետեւ հոգսավոր ժողովուրդը ուշ թե շուտ իր դժգոհությունը դրսևորում է ակտիվ գործողություններով եւ ուշ թե շուտ մենք ենք կանգնում այդ ժողովրդի աչքերի առաջ ու մենք ենք նայում նրանց եւ այդ ժողովրդի ատելությունը դրսևորում է մեր նկատմամբ մեր նպատակն է օգնել քաղաքացուն գյուղացուն այդ խնդիրները վերհանել եւ համապատասխան ծառայություններին գերատեսչություններին ահազանգել որ կան այսպիսի երևույթներ իսկ հետապնդելի չի արդյոք որ գումարներ են դուրս գրում եւ այս կամ այն սարքավորումները չեն սարքում, որ գյուղացին ստիպված է լինում դուրս գա փողոց։ Ամեր գործը որն է։ Այլևս անել ամեն ինչ, որպեսզի կանխարգելվեն նման երևույթները։
եւ որպեսզի ամեն մեկը կատարի իր պարտականությունները։ Կոլեգիայի նիստում զեկույցներով հանդես եկան ոստիկանության մարզային վարչության պետերը, ամփոփելով նիստը Վլադիմիր Գասպարյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց ծառայությունների եւ տարածքային մարմինների օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները։ Նիստի ավարտին արվեցին մի շարք կադրային փոփոխություններ եւ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։